Ամուր տանիք ունենալու համար անհրաժեշտ է բարձրորակ հումք։ Առանց քնկերությունը ներկայացնում է կորեական երաշխավորված հումքից հայրենական արտադրության բարձրորակ տանիքի թիթեղներ։ Բարձր որակ կամ ոչինչ։ Առանցք 23 տարի հավատարիմ մեր սկզբունքներին։ Սփյուռքի ձայնը կրկին եթերում է։ Այսօր կզրուցենք Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հետ կապ հաստատելու համար։ Նախ մի փոքր խոսենք Ռուսաստանի հայկական համայնքից։ Այդտեղ ապրում է մոտ 3 միլիոն հայ, այսինքն գրեթե այնքան հայ, որքան ապրում է Հայաստանում։ Եվ այդ համայնքը ձևավորվել է հիմնականում խորհրդային տարիներից եւ յետխորհրդային տարիներից, այսինքն նոր ձևավորված համայնք է, նոր մեծացած համայնք է, բայց զարմանալիորեն այդտեղ հայերը ավելի շուտ են ձուլվում, քան, ասենք, բուն սփյուռքահայերը, որոնց 4-րդ սերունդն է արդեն ապրում տարբեր աշխարհամասերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ամերիկա աշխարհամասում, ապրում է Լիբանանում, Եվրոպայում։ Ռուսաստանի հայերը մի տեսակ ավելի շուտ են իրենց լեզվական Ռուսաստանի հայերը ավելի շուտ են ձուլվում լեզվի առումով։ Արդեն երկրորդ սերունդը դժվարանում է խոսել հայերեն։ Ինչու՞մն է խնդիրը, ինչու է այդպես։ Շնորհակալություն, շատ լավ։ Գիտեք, իրոք կան մոտ 3 միլիոն մարդ, այսօր խնդիրներ կան լեզվի, դրանպես մեր սովորությունների, հավատքի եւ այլ, շատ խնդիրներ կան։ Հիմնական պատճառը դա գալիս է նրանից, որ մենք չունենք համապատասխան դպրոցներ, որովհետեւ մենք կարողանանք երեխաներին սովորացնել, որովհետեւ իրանք մեր լեզուն իմանան, որովհետեւ երբ որ մենք մեր երեխաներին ուղարկենք դպրոց, մենք էլ ստիպված պետք է իրանց հետ սովորենք, եթե չգիտենք էլ։ Գիտեք, միշտ մայրերը, հայրերը սովորացնում են։ Միշտ բայց երկու խնդիր կա։ Առաջինը դա է, որ դպրոցի բացակայություն, դա լավ խնդիրներից մեկն է, բայց ոչ պակաս խնդիր է, որ Ռուսաստանը, դες բավական գիտեք տարածքը իշխան է, սա ոչ Ազիայի, Ամերիկայի, բոլորը ապրում են տարբեր դեպ, պատկերացրեք Յակուտիա, 8000 կիլոմետր աստեղից, ասենք ապրում են հայրիկ 6000-6000 մարդ, եւ այնտեղ տարածված են։ Իրար շատ դպրոց բացենք, մենք կարող ենք դպրոց բացել, տասնյակ դպրոցներ, դա նորմալ է։ Բայց Մոսկվայում էլ չկան, չէ՞, դպրոցներ։ Չէ, դպրոցներ կան, ինչու՞։ Դպրոցներ կան, կիրակնորյա դպրոցներ կան։ Չէ, միջնակարգ դպրոցներ, որտեղ սովորական հայկական թեքումով դպրոցներ լինեն, երեխաները գնան եւ սովորեն հայկական թեքումով դպրոցներով։ Կիրակնորյա դպրոցները հասկանալի է, դա կան։ Կան, բայց չկա խնդիրներից մեկն է, որ չկան դպրոցներ, որտեղ մենք պետք է ունենանք համապատասխան դասագրքեր տանի համար, հայոց լեզվով, որը անցնի մեր Ռուսաստանում։ Դա ընդհանուր գործ է, Հայաստանի իշխանությունները իրար հետ միասին։ Մենք օրինակ այն ժամանակ, երբ որ Հրանուշ Հակոբյանը նախարար էր, մենք այդ գործը սկսել էինք Ռուսաստանի հետ աշխատել, որովհետեւ միջպետական կառավարության որոշմամբ այդ գրքերը դասագրքերը հայոց լեզուն գրականությունը անցնեն այստեղ սերտիֆիկացիայի։ Երբ որ անցնեն ամեն ինչը, մենք այդ ժամանակ կարող ենք իրականացնել դպրոցը Մոսկվայում։ Գիտեք, մենք դա չարեցինք եւ մինչեւ հիմա դրա վրա աշխատում ենք։ Երբ որ դա լինի, դա պատճառներից մեկն է, բայց ցավոք սրտի դա այդպես է։
օրենքը Ռուսաստանի դա է պահանջում։ Որ անում բացենք, օրինակ ես մենք ունենք կենտրոն երիտասարդության բավական չենք ունենք, ես ինքս կբացեի կական դպրոցներ, գիտեք, մի քանի դպրոցներ եմ ես բացել տարբեր տեղերում, տարբեր երկրներում։ Եվ մեծ ուրախությամբ ես Մոսկվայում կանեմ, բայց դա իմ գործը չի։ Ես կարող եմ մեկ օրինակ բերել, օրինակ Նժդեի խնդիրը։ Տեսեք, մեր հերոսն է հայ ժողովրդի։ Այսօր մեծ խնդիրներ առաջանում այստեղ։ Դատախազությունը քայլական գործ բացեց, որ մենք միջոցառումներ ենք անում հայերի միությունը մեր դեմ եւ այլն։ Մենք քանի անգամ դիմեցինք Հայաստանի իշխանություններին, ծիծաղալու պատասխան եկավ, որ պարոն Աբրամյան, դուք մի զբաղվեք, դա տիպտակ ձեր գործը չի, իրանք շուտ բան են հասկանում, յակոբի։ Բան եկեք մենք զբաղվում ենք դրանով։ Ոչինչ չի արվել մինչև հիմա։ Այսինքն մեզ կարող են ամեն մի միջոցառումը դա առիթ է, որպեսզի մեզ պատժի ենթարկեն։ Ես մի քանի նամակներ ուղարկել եթերից հետո մի քանի նամակներ ուղարկեցի մեր հատուկ կազմակերպություններ, ասենք մեր անվտանգության ՖՍԲ, կազմակերպությունը մեր գեներալի պրոկուրատուրան, դատախազությունը, գլխավոր դատախազությունը ուղարկեցինք, նամակների պատասխանները տան դուք տեսեք։ Ես որ ասում եմ, գիտեք ինչ կա, մեզ մեղադրում եք, ասում եմ, գիտեք, Հայաստանի արխիվները պետք է վերցնեք նյութերը, արխիվներ են ուղարկի Հայաստան։ Դա այդպես չի, ես չգիտեմ։ Ինձ այդպիսի բաներ են գալիս։ Մի քանի անգամ ուղարկել եմ, ես անմիջապես ձեզ կուղարկեմ, որպեսզի դուք տեսնեք, որ դա նույնն էլ դասագրքերն են։ Շատ չի երկարում այդ դասագրքերի պահը, Հրանուշ Հակոբյանից մինչև հիմա բավականին երկար ժամանակ է անցել, այդքան երկար տարիներ հնարավոր չէ այդ գործը գլուխ բերել։ Ցանկություն է պետք, ընդհանրապես տարի պետք, դա պետք է մեզ երեքից մեկ օրինակ այդ ամեն ինչ անել, բերել, հանձնել միասին Հայաստանի Հանրապետության հետ միասին, այստեղ որպեսզի դա անցկացնենք։ Այստեղ մեր հարաբերությունները շատ լավ են, մենք կարող ենք անցկացնել։ Այնպես որ տեսեք ասեմ, պատասխան գրեցի, բայց ոչինչ չարեցի։ Մենք ասում ենք այստեղ։ Նույնը դպրոցի հարց դա անցկացնել, դա գալիս է գիտեք, եւ որ պետությունը չի զբաղվում իր ազգային խնդիրներով, իշխանություններ։ Նրանք իրենք ինչ ունեն։ Իրանք այդ ամենամեծ համայնք իրենց հիմնականներն է։ Հատուկ այդ գործով են գալիս, եթե հայկական միջոցառումին, օրինակ գլխավոր միջոցառումներն ասեմ, մի քանի հատ չի մասնակցում, ցեղասպանության խնդիրը, դա ամբողջ ազգին է պատկանում։ Գալիս են ռուսները, բոլոր տարբեր ազգեր մասնակցում են, կլորսկան են անցկացում, շատ կարևոր դա կոմպլեքսում դեպուտատներ եւ այլն, բայց մեր գալիս մեր դեսպանության դեսպանը, դեսպանությունից որից է մեկը, հակը գարնդեղ, ված չէ լինի, ներկայացուցիչը, չի գալիս, եւ որ մենք անցկացնենք լեզվի գիրգրականության օրը, դա տոն է, դա պետական տոն է, մենք կազմակերպել ենք, անձամբ ես եմ կազմակերպել, որ դա պետական տոն լինի Ռուսաստանում, իրան նշված է, եւ պետությունը դա անցկացնում է, պետության հաշվին Մոսկվան, եւ որ մենք անցկացնում ենք մեր գիրգրականության լեզվի գրի տարերի, մենք անցկացնում ենք այդ տոնը, եւ որ դեսպանը չի գալիս, դուք ինչ եք ուզում, որ մենք այստեղ անենք, ոնց է, եւ որ իշխանությունները ասում են մի բան, անում են այլ բան, Հայաստանի իշխանությունները, մեր ճշտամին մենք ենք, հայազգը ճշտամի չունի, հայազգը ճշտամին հայերն են, ես 100% ասում եմ, դա այդպես է, պետք է որից է մեկին մեղադրել, եւ որ մենք ոչինչ չենք ուզում մեր համար անենք, ինչ որ մեկը կարող է վերցի մեր համար գանի, Հայաստանի իշխանությունները չեն մտածում, բայց դա դեսպանությունը ինչի համար է, Հայաստանի իշխանությունները չեն մտածում, որ գիտեք ինչ կա, եկեք մեզ կա 3 միլիոնանոց պետության մեջ մենք գանք պայմանավորվենք, որպեսզի մեր դասագրքերը անցնեն համապատասխան ասեք սերտիֆիկացիա կամ որ իրանք ոչ թե մենք, այլ իրանք իշխանությունը իրանք մեզ արժեքազրկում են, ամբողջ ուժով ինչքան հնարավորություն ունեն, իրանք իրանց արևին արժեքազրկում են։ Պարոն Աբրահամյան, բայց մինչ այս իշխանություններն էլ այդ գրքերը չեն եղել, այդ դպրոցները չեն եղել, եկեք օբյեկտիվորեն խոսենք։ Նախորդ իշխանությունների ժամանակ էլ այդ բաց թողումը եղել է։
ասում համաձայն չէ զբաղվում իր ընդհանրապես Սփյուռքը հակառակը դեպ Քոչարյանի օրոք Անեսկի Սատպրատ Սերժ Սարգսյանը Տիկին Հակոբյանը զբաղվեց ինչ-որ առաջ խաղացում կար գրքերը տպեցինք եկան մեր ծառուներ էին անում ինչ-որ մի բանով փոխվում էր այսինքն պետության հետ ծառուներ 3 իգնատիրով մեծ իգնատիրով մինչև Հայաստանում անցկացնում ենք Ռուսաստանի հայերի օրերը Հայաստան տարբեր ոլորտներում այսօր ոչ չենք անում որտեղ իշխանությունը նշանակել են չգիտեմ ինչով զբաղվում ավելի լավ է բյուջեն տան ժողովրդին Այսօր Արցախում ծավալվող իրադարձությունների հետևանքով այնտեղ սրվել են հակառուսական իշխանությունները, որովհետև դրվագներ են լինում ռուս խաղաղապահների ներկայությամբ, մասնակցությամբ, որոնք բավականին կասկածելի տեղիք են տալիս ռուս խաղաղապահների հետ միասին ադրբեջանցիները դրոշ են բերում դնում Հայաստանի տարածքում, հայկական տարածքում կամ խաղաղապահների մեքենաների մեջ լինում է կասկածելի մարդ, որը նկարահանում է ինչ-որ բաներ։ Մի խոսքով սրվում են հակառուսական տրամադրությունները։ Ինչ հետևանք կունենա սա։ Ի վերջո ձեր կարծիքը այս ամենի մասին Արցախում ծավալվող իրադարձությունների հետ կապված ռուսական կողմը որքանով ունի իր մեղքի բաժինը։ Գիտեք, ամեն մի խնդիր մենք վերջից են գալիս։ Տունը պաժար ենք տալիս, մենք ինքներս պաժարը տալիս ենք վառում, սկզբից ոչ մեկին չենք ասում, որ տունը պաժար ենք տվել վառում, եւ որ արդեն կեսից ավել վառված է, նոր ասում են, գիտեք, այս խնդիրներ ունենք։ Ամեն այս խնդիրը իր պատմությունն ունի, եւ որ 22 թվականի սեպտեմբերին Պրագայում վարչապետը ընդունեց համաձայնվեց, որ Ղարաբաղը դա Ադրբեջանի կազմի մեջ է, ինչ որ ասում էր դեկլարացիայի էր ասում, ես իմ Ալմատայի դեկլարացիայի հիմնվելով, ես միշտ որ դա ոչ մի նշանակություն չուներ իրավաբանորեն, որտեղ միջազգային կարգի իրավաբանները այդ մասին գրել են, մենք գիրք ունենք տպած Ղարաբաղի երկու հատոր, Բարսեղով Յուրի Գյորգիչը, դա միջազգային կարգի համար առաջի կարգի իրավաբան մենք երկար տարիներ, մոտ 7 տարի միայն այդ գրքերը էինք աշխատում, մի ամբողջ ինստիտուտ։ Երբեք չի եղել Ադրբեջանի այն իրավունքի համապատասխան, չի եղել Ադրբեջանի կազմի մեջ։ Երբ որ մենք ընդունում ենք, որ դա Իրան սահմանը չէ։ Տեսեք ֆրանսիացիներն եկան շատ լավ, չէ՞։ Մերը ֆրանսիացիներին, որտեղ ֆրանսիացիները մեր բարեկամներն են, ոնց ռուսների նման։ Բայց տեսեք եկան իրանց էլ չթողեցին։ Հարց ասեմ, սա բեզում նայում եմ, քանի ժամանակ առաջ մի ամիս առաջ էր, երբ մի 20 օր առաջ էր, սա բեզում նայում եմ Ղարաբաղի հա, եւ որ իշխանության ներկայացուցի, որը ներկայացնում են նախարար սա ասում, որ գիտեք ինչ կա, այդ խնդիրներ գոյություն ունի, պատմությունը չի պատմում, ոնց որ ես մեզ սա պատմություն ունի, որ գիտեք մենք ունեցել Նախճեվան 65% հայ են եղել, հիմա մարդ չկա, Նախճեվանում հայ ունեցել ենք տարբեր այդպիսի պատմություններով գալիս։ Տեսեք, քանի շրջան Գետաշեն եւ այլ մնացել է ոչ եղել Բաքվում 200,000 մարդ փական մի գիշերվա մեջ մարդը սպանեցին եւ որ ցույց չեն տալիս եւ չեն ասում եւ ինքը մենք չեմ հասկանում Հայաստանի իշխանությունը չունեն մենք ուղարկում ենք դատապար մահի կոկոս դե տեսեք մի հատ հասարակ օրինակ գրել թե ինչ-որ այդքան խելքները չի կտրում ամեն ինչի մեջ իրանք ասում են խելոք ենք 3 երիտասարդ այդ 100,000 ոնց որ ես եմ մասնակցել տարբեր հարցերով մասնակցել են ինչ-որ մենք գիտեք ինչ կա մեզ սպանում էին եւ իրանք ասում են գիտեք են վար ժամանակ կարող է նա իշխանություն է, ուր է վարչապետը ուր անդեղ, ինչու ամբողջ աշխարհով մեկ այդ հարցը չի թնդում, ինչու բոլորը չեն տալիս այդ հարցի մասին, գիտեք, դրանց հետո ինչ անի Ռուսաստանը եւ այլը, ինչու մենք եթե մենք հայերս Ղարաբաղից
մենք չենք դնում Սաբեզի, շատ լավ բան է, չէ՞, Սաբեզում լսեցին։ Տեսեք, հասել եք Սաբեզ, բայց մենք հարցը չենք դրել Ղարաբաղի ստատուսի մասին։ Դե լավ է, ժողովրդին ինչ ենք անում։ Որն է իր ստատուսը։ Եվ չենք ասում, որ գիտեք ինչ կա, որ միանան իրանք։ Մենք կարող ենք 20 հատ օրինակ, 100 հատ օրինակ վերել։ Հենց հիմա ինչ են ասում ադրբեջանցիները այդ ժողովրդի մասին։ Այսօր 3 առաջ օրը, վերջի 10 տարի, 20 տարին, թե ինչ են ասում։ Բերեք իրանց դատենք, իրանք կախենք, իրանք եսիմ այնտեղից վռնդենք եւ այլ։ Բայց մաս իրանք չեն լսում, չգիտեմ։ Մի հատ հայ որ բռնեն, մի հատ ինտելիգենտ ներկայացուցիչ, մի հատ եսիմ ինչի։ Դե գիտեք, այն ժամանակ ինչ ասես լինում է, էլի, այդ Սերժ Սարգսյանի օրոք։ Կբռնեն մի 20 տարվա առաջ մի հատ մահանակ կբռնեն, մի հատ ասեք դիրիժորի, մի հատ կոմպոզիտորի կտանեն կնստացնեն բանտ։ Ինչ է այն ժամանակ եսիմ ինչ է արել։ Ես դեմ չեմ օրեք խախտողների համար։ Բայց որ դու ամբողջ քո համակարգը աշխատում է, բայց քո համակարգը ամբողջը չի աշխատում, էլ Ղարաբաղի ստատուսի խնդրող Ղարաբաղի կամ մերիների կամ մնացած մեր բանակի հարցերով։ Այսօր ադրբեջանցիները գտնվում են Հայաստանում։ Չէ՞ մոտ չգիտեմ, ոչ մեկը տվյալ չի ասում։ Պես 100 կիլոմետր տարածք են գրավել։ Ինչքան գիտեմ, դա ինչքան չգիտեմ։ Հələ մոտարապես թիվա, որտեղ մենք այսօր բակ ինֆորմացիայի տեղեկատվության ակում ունենք։ Դա աննորմալ երևույթ է։ Մենք շատ բաց վիճակի մեջ ենք արդեն։ Մեզ գենոցիդ արկատարում այսօր իշխանությունները Ադրբեջանի, Հայաստանի։ Պարոն Աբրահամյան, ասում մի բան, արվում մի բան։ Ուրա մեզ սահմանը ադրբեջանցիները մեր մոտ են։ Սահմանը խախտում են, մեզ վախացնում են։ Ասում են ադրբեջանցիները, բայց մենք ուր պետք է գնանք։ Բայց այսօր այստեղ կա մոտ 1000 ադրբեջանցի հայեր։ Բայց իրանք ուր պետք է գնանք։ Այո, Հայաստան այսօր Ադրբեջանի տարածքի ժամանակ։ Պարոն Աբրահամյան, Փաշինյանական իշխանությունից դժգոհ են գրեթե բոլոր գերտերությունները, աշխարհաքաղաքական կենտրոնները, դժգոհ է Ռուսաստանը, դժգոհ է Արևմուտքը, դժգոհ է Ամերիկան եւ գոհացնում է կարծես թե միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, այս իշխանությունը։ Ինչ եք կարծում, ռուսական իշխանությունը մեծ ցանկության դեպքում չէր կարող ժամանակին Փաշինյանից ազատել եւ Հայաստանը, եւ Արցախը, եւ բոլորիս կարող էր, չէ՞, մենք գիտենք, որ ռուսական իշխանությունը ունի իր ազդեցությունը, ունեցել է եւ իր համար դա խնդիր չէր։ Պարզապես Մոսպաշտոնական Կրեմլին էլ հավանաբար եկավ մի ժամանակ, որ ձեռք տվեց Փաշինյանի նման իշխանությունը մնա Հայաստանի ղեկին, որպեսզի իր աշխարհաքաղաքական առևտուրը արվի Հայաստանի ու Արցախի հաշվին։ Գիտեք, շատ խելոք չի կարող էր։ Ուրեմն միշտ դրանպես հեղափոխ։ Այսինքն Ամերիկան, Ռուսաստանը կարող են հեղափոխություններ անել տարբեր երկրներում։ Դա այդպես է, իրոք այդպես է։ Բայց մի հատ բայց կա այստեղ, որպեսզի կամ չկարողանա, կախված է մեզանից։ Ես այստեղ եմ բոլորի հետ։ Եվ որ գալիս եմ խնդիրները դնում, ասում եմ, բայց դուք ինքներդ ինչ եք արել, բայց դուք ոնց եք խնդիրները դրել։ Եվ որ հայ ժողովուրդը 99% ասում է, դա մեր վարչապետն է, Ռուսաստանի իշխանությունը ինչ անի։ 99%-ը չի ասում, դա մեր վարչապետն է, պարոն Աբրահամյան։ Անկից դժարը սկզբից այդպիսի ամբողջ երկիր ես կարող եմ ասել, ես ինչ եմ ասել, ուղարկեմ ձեզ այդ ժամանակ տեսանյութ կա։ Չէ, խոսքը 18 թվականի մասին չէ, հետո երբ որ տեսան ինչի համար է եկել այս իշխանությունը։ Հետո հերթականցամ գան։ Հետո եկավ ընտրություններ։ Ընտրություններին ինչ եղավ։ Բոլորը գնացին իրաց ձան, ես էլ էի ընտրել, սովետացի մասնակցեի։ Որ ես հայ չեմ, իմ պասպորտս կամ ես չեմ ապրել, այս չեմ արել, տեսեք ինչ եղավ։ Պատկերացնում եք, այս հետո ես զարմանում եմ մեր հայ ժողովրդի մասին։ Այսօր մեզանից բացի, այ բոլոր, չգիտեմ, այդ ալեգարխները, բոլոր իրար ես, մեր պակալին չունենք, քաջությունից խոսալու։ Քաջություն չունեցանք, որ մեկին ես ինչ ես անում մեր երկիրը քանդում ես։ Այսինքն դուրս է գալի հայրենիք հայրենասիրություն քաջություն չունենք։ Ես եկել եմ մենակ
կարող եք ասում եմ եկեք հավաքվենք ճանապարհային քարտեզը խնդիրը լուծենք սա գալիս է Հայաստանից իսկ իշխանություններն էլ տեսնում են որ քանի որ մենք ոչ մի բան ունենք դրսա դուրս գա իրանք էլ անում են ինչ-որ ուզում են իրանք էլ ասում են մենք անում ենք ինչ-որ ուզում ես չգիտեմ մեր քաջությունը ինչ է այդ կռվում է մինչև մի քանի օր չսպանեն չեն հանգստանա հենց որ բայց տեսեք ինչ է դուրս այսօր ես վիճակի մեջ ենք ամբողջ պետությունը այսօր չգիտեմ եսից արժեքած զրկվել ենք բոլորին դեմ ենք այսօր չկա հավատք չկա ինտելիգենցիա չկա ազգային ակադեմիա որ միշտ իրանց հետ մենք անցել ենք մրցույթներ ես մեծ լումա ունեմ այդ ինստիտուտ ակադեմիայի մնալու եւ այլ Պարոն Աբրահամյան, իսկ ինչ եղավ համաշխարհային հայկական կոնգրեսի հետ, անունը կարծես այլևս չի շրջանառվում, գոյություն ունի, չունի, թե այս իշխանությունը կարողացավ նաև կազմաքանդել այդ կառույցը։ Ըստ կազմաքանդեցին։ Հիմա ես ուզում եմ փորձում եմ վերականգնել, փորձում եմ օրինակալ եւ փորձում ենք դա գիտես դա փոխարինեց ինստիտուտին Alliance ինստիտուտին ոնց որ ոչ թե փոխարինեց այլ մենք անդադ պայքարի մեջ չշարժվենք մենք բացեցինք Ayatan Alliance ինստիտուտը մենք մեր խմբով մեր թիմով եւ ասեցինք սա Հայաստան հայ ժողովրդի քարտեզն է գծում ճանապարհային եւ ասեցինք ոնց են գնալու եւ ինչ են կանելու բոլոր հարցերի Անային պետութերց ենք, այսօր էլ կլանից էլ կլան ոչ թե կլան, այ կլանների կլանն Այդ ալյանսի մեջ որ երկրների ներկայացուցիչներ են մտնում Գիտեք, այդ ալյանսի բոլոր մոտ 43 երկրների մեջ մասնակցում էին Այսօր բոլորը ուզում են, ավելի շատ հիմա ցանկություններ կան Բայց գիտեք ինչ կա, այդ ցավոք սրտի պետք է ասեմ, մգների ժողովը դուք անցել եք Այո, զանգ կախող չկա, միայն ճառասողներ են Այո, մենք բոլորս հավաքվեցինք, ճառարսեցինք, սաղացեցինք շատ լավ ճանապարհային քարտեզը եւ ինչ է։ Այո, եկեք այս ճանապարհային քարտեզը ես ունեմ, ես ձեզ տամ, դուք վերցրեք, մի բան այնպես չի, փոխեք։ Մի անգամից ասեն ով պետք է անի, եւ ինչ եմ, այնտեղ ես ասում եմ, գիտեք, վերեք պատրաստեք նոր մարկանց երիտասարդներին, մեր ապագա ղեկավարների, հայ ժողովրդի, Հայաստանի։ Եք պատրաստ աշխարհով մեկ Էլ մենք չենք կարող։ Սերնդափոխություն տեղի ունենա։ 7 երկրներ մենք ունենք սփյուռք, դի գնան այնտեղ եթե ես օրինակ եմ Արսնաբերության նախարար եմ ուզում լինեմ, կամ պաշտպանության նախարար, ես գնում եմ այնտեղ Ֆրանսիա, Ռուսաստանի, Կորեայի այն երկրները, որ ամեն մեկը տարբեր, որ մենք ընդհանուր պատկերացում ունենանք։ Մենք գնում ենք այն նախարարների հարություններ, երկուսից ամիս սովորում եմ։ Վերապատրաստում եմ, ընդհանում եմ հետ, դե իշխանությունների հետ, դե նստված բավական մեծ ժամանակ է խելոք մարդկանց համար։ Մանավանդ մենք վերցնենք երիտասարդներ, այսինքն մենք ասում ենք 35-ից պլյուս, եթե մարդը տաղանդավոր կարող է 30 լիներ, որ փորձ ունենար, կրթություն եւ փորձ։ Հետո իրանք գալու են Հայաստան, անում, այսինքն եթե կրթության նախարար, ես հիմա պաշտպանության նախարարության ծով եմ սովորել, օրինակ իրանք համայնքի հետ, համայնքը ծանոթացնում է իրանք ճանաչած ունենք եթե Ռուսաստանում լիներ, ես իրանք ծանոթացնում վարչապետի հետ, եւ որ իրանք էլ իմանային։ Իրանք հետո գալուց հետո Իրանք աշխատում են նախարարի տեղակալ օգնական 3 ամիս։ Եվ պրակտիկ ոնց է այդ ամեն ինչը կատարվում։ Որից հետո գնում է լինում է նախարար։ Եվ երաշխիք, որ ինքը պարտավոր է 25 տարի մնա Հայաստանում եւ Հայաստանի։ Եթե չէ, գարանտիաները Իբարեք գարանտիաները իրանք պետք է վճարեն բոլոր ծախսերը բազմապատկով որովհետեւ իրանց տեղը մարկանց ուղարկենք իրանք պատրաստ եւ գնալուց առաջ ինքը ամենակիչը պետք է 2 տարի շուտ ասել
եւ վճարել գումարը։ Բավականին Ինչ հետաքրքիր մեխանիզմներ նախագիծ է։ պատրաստել 10 տակիր բան ասել, դու չի պատկերացնում ինչքան է քիր։ Մենք նստել գրել գիշերներ, ցերեկներ ամբողջ ուշը միտքս դա է, իմ փորձը, որ ամբողջ աշխարհում մեկ ես ման եմ եկել։ Պարոն Աբրահամյան, սովորաբար սփյուռքահայերը առաջ են տանում այն երկրի շահերը, որտեղ ապրում են, որպես կանոն։ Ինչպես Մի րոպե, ես Հայաստանի քաղաքացի եմ, միշտ ծնված օրը ինչեւ Ինձ դուրս սարքում եմ սփյուռքահայ, չնայած այդ վատ չի սփյուռքահայ լինել եմ։ դե Ռուսաստանի հայկական համայնքն եք ներկայացնում, բնականաբար սփյուռքահայ եք։ Բոլորը ներկայացնում են հիմնականում այն երկրի շահը, առաջ են տանում այն երկրի շահը, որտեղ ապրում են, հատկապես եթե գործարարներ են։ Ինչպես կարող են այդ բոլորը, այդ մարդիկ, ասենք մեկը ներկայացնում է արևմուտքը, արևմուտքից է, այնտեղ բիզնեսներ ունի, գործարարությամբ է զբաղվում, մեկը Ռուսաստանը, մեկը Ամերիկան։ Ոնց կարող են այդ բոլորը համախմբվել միասին եւ իշահ Հայաստանի ինչ որ բաներ, ծրագրեր մշակել։ Հակասությունները կլինեն անպայման արտաքին քաղաքականության հետ կապված Հայաստանի։ Այդ դրա համար ես ձեր հետ համաձայն եմ, մենք հայերս մի սովորում ենք, գիտեք ինչ կա, հանգած ըստ Ռուսաստանում, հանգած մի չինովնիկը մի բան չասենք, հանգած ամանիսի միշկեն, ես պատրաստում եի գայի չեմ տա, լավ, այդ մասին չեմ մասի ուղի եթերում, գիտեք, մենք պետք է դրա համար մեկ հավաք ենք և դրա համար մենք պետք է մի քիչ լինենք, այնքան պարզ հարցնում, դրա համար ինքան լավ հնարավորություն կա, որտեղ մենք չգիտենք, մեր կապը չունենալով Հայաստան, մենք չգիտենք հայրենիք ունենալու շահ ինչ է նշանակում։ Այսօր ոչ մեկը չգիտի։ Մենք այստեղ իմանայինք, մենք այսօր կպաշտպանենք, թույլ չենք տա այդպես իշխանություն լիներ։ Մենք չգիտենք, որտեղ գիտեք, մենք այստեղ շահ ունենք, գիտենք դա բավարար է։ Մենք չգիտենք, որ մենք կարող ենք երրակի շահ ունենալ, եթե իրար հետ սիստեմայի մոտեցում լինի։ Տեսեք այնակ եւ որ ես մի քանի անգամ հնարավորություն ունեի նախագահների հետ շփվելու, առաջ միշտ ասում եմ, գիտեք ինչ կա, մենք Հայաստանը փոքր պետություն ենք։ Մեր ժողովուրդը փոքր պետություն է։ Եվ որ դուք ում կողմից ենք, մենք ասում ենք մենք բոլորի կողմից ենք, բայց մեր ստրատեգիկ պարտները դա Ռուսաստանն է, որ ասում են, բա ինչու, ասեմ գիտեք ինչու, ասում եմ ինչու, եւ ասում եմ գիտեք, եթե կարողանեք փոխարինեք, մենք մեծ ուրախությամբ համաձայն կլինենք, մի քիչ ավելի լավ պայմաններով, որ շիլը միլիոն փոխենք։ Բայց եկեք առաջարկեք։ Հեր չեն կանգնել եւ առաջարկող չի եղել, որ մեզ գազը տան այդ գնով, որ մեր սահմանապահները լինեն երկրից, կամ եսին բազա լինի ամերիկական եւ այլն։ Բայց թող գնան, ով ասում չէ։ Ելեք նեյտրալ։ Իսկ այս իշխանության թույլտվությունն է, որ իրանք հերոսանան պետք է մի բան հանձնեն։ Փոխարեն վերցնեն, օրինակ ես գիտեք մի անգամ մեջ է չեմ ասի խոշ ամնա մարկանցից մեկը Ռուսաստան Հայաստան որ ինքնասախ ասեց ես հարցը ոնց լուծենք լուծենք ասեց ոնց իզնես փողը զում դա իմ գործն է ես ինչի համար մենք պետք է սովորենք ճիշտ ձևով խնդիրը դնել մենք սովորեցինք ճիշտ ձևով խնդիրը դնել ճիշտ ձևով կլուծվի եթե խնդիրի մեջ եթե մի բառ մի ձև այնպես չասենք չնայենք չտեսնենք մի երկու հոգի գրեցին ժամանակ չունեն եթե իրանք ժամանակ չունեն որ գան 15 րոպե լսեն տեսնեն թե դա ինչ է դա ինչ է ինչ եք ուզում հիմա ես ասում եմ եկեք հավաքվենք իրար հետ միասին ճանապարհին տեսնենք այդ ճանապարհային քարտեզը տեսնենք այդ ընտրկինդով այդով սա սպասում եմ մի հատ ով կարող է լինել Փաշինյանական իշխանությունը իհարկե պարակտեց Հայաստան-Սփյուռք կապերը դա ակնհայտ է պարակտեց Սփյուռքը որպես առանձին կառույց իսկ մինչ այս 30 տարվա մեջ Սփյուռքի ներուժը ճիշտ է օգտագործվել հայկական տարբեր իշխանությունների կողմից երբևիցե չի օգտագործվել ոչ մի նախագահ չի կարողացել օգտագործել պատկերացումը չեն ունեցել ասել են բայց ես ասում եմ իմ հարցով ես միշտ եկել եմ ես նախագահների ժամանակ ես եկել եմ մասնակցել եմ բերել եմ նախագահների հետ, խանութությունների հետ,
աշխարհ առաջարկել եմ եւ մեխանիզմներն եմ ասել բոլորը ոչ մեկը հակառակը ճիշտ ժամանակ իրանք ոսի ձևի չէին քայքայում բացեբաց չէին ասում կար որ դիստանցիայով պահպանում են որ ասենք ինձ մոտիկ չթողնեին բայց ասում են բերեք սենց անենք բերեք սենց իրար հետ միասին իշոր գոնե մեխանիզմ կար շփվելու խոսալու Եվ օգտվում էին Սփյուռքի ներուժից օգտվել են բոլոր իշխանությունները եկեք դա էլ արձանագրենք Այս օրինակ հարցերով դուք չեք պատկերացնում ժամանակ մի տարվա մեջ մի 15 անգամ չբերեմ աշխալ մարդկանց չբերեմ մրցանակ մարդկանց ուժ ենք տվել որ չարժեքազրկեն որ իրանք իմանան որ իրանք խելոք են որ իրանք կարող են իսկ բոլորին ես իրանք փոխում են այս ակադեմիկը ինչ է նշանակում մենք միշտ մրցակցություններ ենք արել միշտ օգնել ենք միշտ մրցույթներ ենք անցկացրել ամեն տարի ճիշտ է գումարները 5000 10000 բայց դա բավական է ուրախանում են իրանք հաղթող են գոնե մի բանով գոնե դրանով օգտակար լինենք բոլոր կառույցների հետ անցկացրել արհեստների միություն կոմպոզիտորների ես իմ կինեմատոգրաֆիա ժուրնալիստների բայց ուր են ինչու չտոց 5 տարի ինչու քանդեցին ոչինչ չեն արել ես մեր չեմ ինչ վիճակի մեջ են դրել այսօր չեն կարողանում ասել ժողովուրդը չի կարողանում հասկանալ թե որտեղ ու չա գնում բոլոր Հայաստանի քաղաքացիները շատ հետաքրքրված են բոլորս անցկացնում ենք Zoom-ով մի քանի 100 քաղաքների հետ անցկացնում ենք ընդհանուր տեսնենք ինչու վերցեցին քննադատում ենք թե առաջվա նախագահներին որ բայց իրանք վերցեցին ասեցին միայն պետք է գան Երևան ինչու ինչ եղավ բապտի խոսքը վերականգնեն ինչու չվերականգնեցին վախենում են որտեվ գիտեն իրանք ոչ մի բան որտեվ գիտեն իրանք պետք է այնքան որ մնան ինչի համար մնան չգիտեմ իրանք մեկ այդպես չի մնալու ամեն ինչ փոխվելու է պատմությունը ճիշտ է այդ որ ստից գրվում է դա փոխվելու է ես էլ եմ նույն ձևի պարալել պատմություն եմ գրում այդտեղ բոլորին վիդեոյի առաջ նստած գրում եմ պարալել ինչ անեմ պարապ մարդ եմ իմի այդ գործով եմ զբաղվում Over գալիս ասում եմ եկեք հələ մատ տեսնենք գիտեք այն ժամանակ որ ես Երևանում եմ սովորել գալիս էի ջուղից Երևան 67 70 երկրներից հավաք փաստաթղթեր իրար դասավորել են իրենց հետո հավաքել են միջազգային իրավաբաններին եզրակացությունները գործոց գիրք է մեծ լումա ենք դրել մեծ աշխատանք ենք արել բայց որից մեկը կարդացել է այ որ պետք սավար ինքը գրքից պետքա վերցնել կարդալ զանգահարում են մենք էլ ինչ ենք անում ասում են գիտեք մեզ ձեզ ուղարկենք գոնե 2 էջ որ ինքը ով է կարդացել գրքերը ես էլ ամեն անգամ ցույց եմ տալիս հեռուստատեսում սա ասում են հասկացան կել ամեն անգամ այդ գրքերը չեն էլ հասկանում դա ինչ բան է չեն էլ պատկերացնում չեն էլ կարդում չեն կարդան իրանց մոտ որոշված է ում ինչ ասեն էդ է իրանցը Ադրբեջանի մասին խոսամ մեզ եք Շնորհակալություն Հիշեցնեմ որ զրուցում էի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ Մինչ նոր հանդիպում